Բարեզ։ Մի քանի թեմաների հետ կապված կլսենք ձեր գնահատականը եւ այսպես տարածաշրջանը եռացող կացայի մեջ է ռումբերը պայթել են այլևս ըստ էության մեծ պատերազմ է Իրան-Իսրայել Միացյալ Նահանգներ իրավիճակը նախ ինչպես է գնահատում այս օրերի հետ կապված հոգևոր առաջնորդը սպանվեց պաշտպան ընտանիքի անդամները նաեւ մանկահասակ երեխան եւս իրականության մեջ նաեւ աշխարհի երկակի մոտեցումներ էլի Մենք հիշում ենք ժամանակի Մելանիա Թրամփը ինչ աղեղավոր նամակ էր ուղղել Ռուսաստանի նախագահին մահացած երեխաների մասով եւ այս իրականության մեջ իր ամուսնու գլխավորությամբ նաեւ աղջիկ 170 երեխա այո սպանվեցին այդ երեխաները ինչպես բժշկյանն էր ասում թիրախավորված դպրոցների վրա որ գալիք սերունդների ոչնչացնեն հիվանդանոցների վրա որ կյանքեր այլևս սպանվեն խնդրեմ այս մասով ձեր տեսակետը ինչպես է իրավիճակը գնահատում ամբողջությամբ ուղղակի կրակ է Թեհրանը եւս կրակի տակ է Իրաքում ԱՄՆ ռազմաբազաներ են պայթում մի խոսքով խնդրեմ Քուվեյթում, Բահրեյնում Ես կարծում եմ որ մենք մի փոքր ավելի պատմության գիրկը պետք է գնանք, որովհետեւ այստեղ շատ հետաքրքիր մի երևույթ է Դոնալդ Թրամփը եկավ, ասաց, որ ինքը պատերազմներին դեմ է, ինքը 8 պատերազմ է կանգնեցրել եւ ինքը ուզում է Նոբելյան մրցանակ ստանալ խաղաղության վերաբերյալ եւ գիտեք, այդպես ոնց որ թե բոլորին շատ ողջևորեց, ասելով, որ ինքը կանխել է երրորդ համաշխարհային պատերազմը։ Ամեն ինչ ոնց որ թե շատ լավ էր համարյա մի կես տարի Եվ հանկարծ պարզվեց, որ իր վրա մեծ ազդեցություն կա եւ այդ ազդեցությունը գալիս է հավանաբար այն խոշորագույն կոմպանիաների կողմից, որոնք զբաղված են ռազմաարդյունաբերության արտադրանքով, որոնք խոշոր բանկերն են, ես ուզում եմ հիշեցնեմ մեր լսողներին, որ այսպիսի խումբ կա, ուրեմն համաշխարհային բանկերի, որոնք հիմնականում հրյաների ուրեմն ազդեցության տակ են, դա Ռոթշիլդն է, Ռոքֆելլերը, Մորգանը, Դյուպոնը եւ մի շարք այլ ուրեմն բանկեր, որոնք իսկապես ունեն ամենամեծ ուրեմն հնարավորությունները, լծակները, որպեսզի ազդեն նաեւ Միացյալ Նահանգների նախագահի վրա։ Պատահական չի, որ տարիներ շարունակ խոսքը գնում է այսպես կոչված խորքային պետության կամ համաշխարհային կառավարության վերաբերյալ, որոնք իրականում որոշում են, թե ինչպես պետք է զարգանա։ Ես ես կարող եմ նաև մի օրինակ բերել, երբ որ մեր կուսակցությունը սկսեց ուրեմն հրատարակել ազդարար թերթը, ինձ բերեցին նաև 1988 թվականի եւ 92 թվականի այդ 4 տարվա կառավարման ծրագիրը, որը կազմվել էր կենտրոնական հետախուզական վարչության կողմից եւ դա դրվել էր Ջորջ Բուշի, ավակ Բուշի ուրեմն սեղանին, երբ որ նա եկել էր օվալաձև ուրեմն իր առանձնասենյակ, երբ որ ես համեմատեցի այդ արդեն դա 93-94 թիվներ, պարզվեց, որ բոլոր այն կետերը, որոնք նշված էին այդ ծրագրում, կատարվել են մեկ առ մեկ նախագահի կողմից, այսինքն մենք պետք է հասկանանք, որ անձը նախագահ Միացյալ Նահանգների կատարում է որոշակի ծրագիր, որը ինքը չի այսպես ասած մշակում, այլ ավելի շատ կատարողներից մեկն է։ Եթե ինքը փորձում է աճ կամ ձախ այդ կողմից գնալ, ապա նրան շատ արագ դրան զգուշացնում են եւ բերում են նորից նույն ուղու վրա։ Այսինքն ես հիմա վերադառնալով այս հարցին ուզում եմ ասեմ, որ ստացվեց, որ նաեւ ամառը, երբ որ հարձակում կազմակերպվեց Իրանի Իսլամական Հանրապետության վրա, անունը դրեցին, թե իբր Իրանը ուզում է միջուկային զենք ստեղծել, մոռանալով նրա մասին, որ Իսրայելը շատ վաղուց արդեն ունի այդ միջուկային զենքը։ Նաեւ ունի Պակիստանը, որը շատ ավելի այսպես ագրեսիվ տրամադրություններ ունի հարևանների, ոչ միայն հարևանների նկատմամբ։ Ուզում եմ հիշեցնեմ նաեւ, որ Պակիստանը Թուրքիայի հետ միասին եւ Մալայզիայի հետ միասին իսլամական միություն են ուզում ձևավորեն։ Այսինքն այս երկակի ստանդարտներ չեն, սրանք երրակի ստանդարտներ են, ոնց կուզեք, սա արդեն ցինիկաբար մոտենում են բոլոր հարցերին եւ միջազգային իրավունքը ուղղակի ոչնչացվեց։ Եվ այս պարագայում արդեն հասկանալի էր, որ եթե ամառ իրենք սկսել են եւ չհաջողվեց իրենց միջև վերջ հասցնել
իրենց ծրագիրը, այսինքն բոլոր միջուկային օբյեկտները Իրանի ոչնչացնել, նրանք նախատեսեցին նաև եւս մեկ այսպիսի ծրագիր, եւ հետարքերը ինչն է, եկեք մի հատ դա էլ ֆիքսենք։ Տեսեք, Վենեսուելայի հարցը առաջ եկավ, հա։ Սկսեցին խոսել նրա մասին, որ այնտեղ նարկոարտելներն են գործում, ոնց որ թե նոր առաջի անգամ էին լսում նրա մասին, նարկոբարոնները եւ այլն, բայց ով է ամենագլխավոր մեղավորը, Մադուրոն է մեղավորը, որտեղ Մադուրոն չի ուզում ենթակա դառնալ Միացյալ Նահանգների իշխանությանը։ Մադուրոին տարան Միացյալ Նահանգներ, գողացան ուղղակի, եւ ես հիմա նոր հասկանում եմ, որ դրա տակ ինչ կար նաեւ։ Այսինքն նրանք հասկանում էին, որ հանկարծ որ հարձակվեն Իրանի Իսլամական Հանրապետության վրա, նավթի գինը ահռելի բարձրանալու է, հասկանալով, որ այնտեղ նավթը դառնալու է հիմնական նաեւ այսպես կոչված ուրեմն կարևորագույն ֆակտորը քաղաքականության մեջ եւ տնտեսության մեջ, ապա նրանք միանգամից ապահովագրեցին իրենց, որտեղ Վենեսուելայի նավթը հիմա իրենք են տնօրինում եւ աշխարհը թե ինչ վիճակում կհայտնվի, որովհետեւ Օրմուզի ուրեմն այդ նեղուցը փակվի, այդ դեպքում իսկապես արդեն գինը բարձրացել է, հիմա 100 է դարձել, կարող է դառնալ շատ ավելի 150, չգիտեմ ինչքան։ Ուրեմն այս պարագայում նաեւ դրանով իրենց ապահովագրեցին։ Ուզում եմ որպեսզի մենք հասկանանք, որ այսօրվա քաղաքականություն հասկացողությունը դա բացարձակ ոչ մի իրավունքի եւ արդարության հետ որևէ կապ չունի։ Մենք այս միամտությունից վաղուց պետք է դուրս գայինք։ Մենք իրավունք չունենք այլևս խոսել արդարության մասին, որ մենք պահանջում ենք արդարություն։ Չկա այդպիսի հասկացություն։ Սա պետք է մոռանանք ընդմիշտ այս պահին։ Արդարության համար պայքար է պետք մղել։ Արդարության համար պետք է կարողանալ սեփական ուժերը կուտակել այնպես, որ որևէ մեկը փորձ չանի ձեզ վրա հարձակվելու։ Բայց ցավոք սրտի մենք տեսնում ենք ինչ է կատարվում։ Եվ այս պարագայում ես կարծում եմ, որ հիմա մենք վերապրում ենք այնպիսի օրեր, որը ուղղակիորեն բացի նրանից, որ Իրանի Իսլամական մեր բարեկամ երկիրը վտանգի տակ է, որ կարող է նրանց նպատակն է մասնատել Իրանը, ապա նույն վտանգի տակ է Հայաստանը, որովհետև բոլորդ հասկանում եք, որ հարմար պահ, այսպես ասած, կսպասեն նրանք մեր ողերիմ բարեկամները, որոնք անպայման նպատակ ունեն իրենց ծրագիր իրականացնեն, եւ սա նույնպես Իրանի հետ կապված իրադարձությունները հենց այդ ծրագրի մի հատվածն են։ Մեծ Բրիտանիան իր մտահղացումները երբևիցե չի փոխել եւ մեծ Թուրանի գաղափարը վաղուց է եւ այստեղ կա նաեւ մի այսպես ասած խորքային եւս մեկ պատճառ իհարկե կան մոլագար խելագարներ, որոնք որ ատելությամբ են լծված Ռուսաստանի նկատմամբ, բայց պետք է հասկանան, գոնե այս պահին հասկանան, որ այնտեղ նաեւ այդպիսի ուրեմն ֆակտոր կա, որ ամբողջովին այս տարածաշրջանը դուրս բերեն Ռուսաստանի որևէ մի ազդեցության տակից եւ այդ պարագայում ով է լինելու այստեղի տերն ու տիրակալը իհարկե մեծ Թուրանը, որովհետեւ մեծ Թուրանը Անգլիայի պատկերացմամբ դա հակակշիռն է Ռուսաստանի եւ Չինաստանի եւ ինչու՞ չէ նաեւ որոշ չափով Հնդկաստանի, այսինքն այստեղ այնպիսի մի հատ խոշոր քաղաքագիտական եւ աշխարհակաղակական իրավիճակ է ձևավորվում, այսինքն փոփոխությունների առումով, որ մենք հիմա նայելով այս չեմ իմանում, ասեմ իշխանավորներ, չգիտեմ, պերաշկի ուտելով, ուրեմն կուկուռուզ կրծելով իրանց թվում է, որ իրենք դուր են գալիս իմիջիալոց որոշ հատվածին, այսօրվա ցավում եմ, որ այդպիսի հատված կա հայ ժողովրդի մեջ, որ ասպա դե ինչ ա եղել, ինչ ա պատել, մեր նման մարդիկ են, էլի կուկուռուզել են կրծում, պերաշկել են ուտում են, էլի ուտեիք, էլի կրծեիք, վաղը մյուս օրը կարող ա պատել դրա փոխարեն, բացի ձեզ այն ոնց էին ասում, շաքարակլոր տան, որ ծծեք, սա է լինելու ձեր ապագան, որովհետև այս պահին, երբ որ աշխարհը այս վիճակում մեր տարածաշրջանը արդեն կրակի մեջ է, դուք ուրիշ գործ չունեք անելու ընկել եք գյուղերգյուղ, որի փրտե արդեն նորից վստահություն ձեռք բերեք, վաղը մյուս օրը դա էլ չի լինելու,
Եվ դուք ընդհանրապես չեք հասկանալու թե ինչ կատարվեց ձեզ հետ։ Եվ այս թեմայից ելնելով մի բան եմ ուզում ասեմ, ես ամառվա այդ իրենց հանդիպումից եւ ստորագրությունից հետո նոր եմ հասկանում, թե այս Թրամփը այս ոնց sense միանգամից ընկերացավ Նիկոլի ու Իլխամի հետ։ Պարզվեց նույն մաստի մարդիկ են, այո։ Մի բան ասում են, ուրիշ բան անում են։ Մի բանը ասում են, լրիվ հակառակ գործողություն են անում։ Իրենց հեշտպետն էլ չի, դե ինչ անենք, որ երեք ասելա թե օրինակ այսօրվա մեր այս իշխանավորը ասելա, որ 10,000 դրամ որ տանք թոշակառուին ինչ անելու։ Հիմա հանկարծ բերելա 10,000 դրամ ավելացնում է, որովհետև հասկանում է, որ այդ թոշակառուն այլևս իրան ձայն չի տա։ Բայց հարցը առաջ գալիս, ես մի քիչ այսպես կարող է խառնեցի, բայց ամեն դեպքում սա տրամաբանական բան է։ Այս որտեղից վերցեց այդ գումարը, որ կարողանա 10,000-ով ավելացնի թոշակները։ Մի հատ եկեք մտածենք, պարզվեց շատ պարզ բան է դա, որտեղ առաջին հերթին բյուջեում սա նախադեշված չէր, այս տարվա բյուջեում, այսպիսի ավելացում, ուրեմն կնշանակի ինչ որ մի ուրիշ աղբյուրից պիտի վերցնեն։ Դա մեծ գումար է շատ։ Եվ պարզվեց ներողություն, եւ պարզվեց, որ ընդամենը 2 շաբաթ առաջ $100 միլիոն վարկ են վերցրել նորից։ Եվ անանուն վարկ, որը որ հավանաբար գնում է հենց այս 10,000 դրամները ուրեմն ավելացնելուն։ Եվ դրան գումարած եւս ինչ որ արտահայտ բյուջետային, չգիտեմ ինչեր են հորինում եւ այլն, որպեսզի այս սա է իրենց իրական դեմքը։ Մենք անպայման կգանք այդ 10,000 դրամներին, որը շատերի գնահատմամբ նախընտրական շարք է, բայց մինչ այս իրավիճակը ցույց տվեց, թե ինչ մահացու է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների գնալը։ Վենեսուելան էր բանակցում, Իրանն էր բանակցում, բանակցություններից ուղղակի օրեր անց Խամենեին սպանեցին։ Այն պարագային, որ տեղեկությունների համաձայն հոգևոր դասավորության հավաքված էր քննարկելու դալիք ծրագրերը։ Բանակցությունները դարձան նաև այսպես ասած շղարշ, հատուկ դա արդեն ես համարյա բոլոր այդ պատճառները ասեցի, Վենեսուելայի հետ, նավթի հետ եւ այլն, բայց նաև բանակցություններով նրանք այսպես քողարկեցին իրական իրենց նպատակը։ Այսինքն իրենք կարող են գնալ այդպիսի քայլերին, իբր իրենք խաղաղություն են ուզում, սա պետք է անընդհատ բերել ասոցացնել նաև մեր Ադրբեջան կոչված ուրեմն հարևանի հետ եւ նույնը Թուրքիայի հետ չի կարելի դա անտեսել, որ իրենք կարող են այսպես ասած բանակցություններ արել, հետո մի օր փորձեն հասնել իրենց նպատակին, ինչպես որ դա արել են նախորդ տարիներին։ Այսօրվա իշխանությունների օրոք, այսօրվա շեշտում եմ, այսօրվա իշխանությունների օրոք, որովհետեւ եթե լիներ իսկապես ազգային իշխանություն, այդպիսի իրավիճակ մեզ համար չէր ստեղծվի։ Հիմա ինչ վերաբերում է թե բանակցությունները ինչպես են ընթացել, բարձ երևում է, չէ՞։ Ուրեմն Ժնևում նստած իրար հետ խոսում են, պայմանավորվում են, ասում են, ոչ մի խոսք չեղավ իմիջիալոց, որ իբր թե Իրանը չի ուզում համաձայնվի այս կամ այն խնդրի հետ։ Բոլորը ասում են, որ կոնստրուկտիվ այսպես կոչված բանակցություններ են։ Եվ հանկարծ այդ ֆոնի վրա սկսվեց այս ուրեմն այս հարձակումը ագրեսիան Իրանի դեմ։ Կնշանակի վստահել այսօր որևէ մեկին հնարավոր չէ։ Դա մյուս կողմից պետք է շատ լավ հասկանալ, բարեկամ պետություններից չի կարելի հրաժարվել։ Այսօր ամենակարևոր հանգամանքը նա է, որ Հայաստանը անգամ եթե ունենա ինչ-ինչ խնդիրներ այս կամ այն պետության հետ, ինքը իր բարեկամ երկրների հետ կարողանա ապահովել իր հարաբերությունները եւ իր շահերը, որպեսզի այդ բարեկամ երկրները հաշվի առնեն իր շահերը։ Սա այսօրվա ամենակարևորագույն խնդիրն է։ Եվ պետք չի այսպես ասած արխային նստել ժողովուրդ ջան, որ այսօր որ մենք խաղաղություն ենք իբր թե ապրում։ Ո՞րն է այսօրվա խաղաղությունը։ Մի հատ կարող եք ինձ բացատրեք, թե եթե Ադրբեջանը չի համաձայնվում ձեզ հետ խաղաղության պայմանագիր կնքել, որտեղ է այդ պայմանագիրը, որտեղ է այդ խաղաղությունը։ Եթե սրանք ափալ-թափալ որոշել են սահմանադրությունը նորից դնեն հանրաքվեի հենց ընտրությունների օրը, որ մեր ժողովուրդը դեռ պատրաստ չի ընդհանրապես քննարկելու եւ այլն իր պատկերացումը ներկայացնելու եւ այլն եւ իր առաջարկները, ինչ է պատահել։ Ուրեմն կնշանակի, որ իրանք անպայման ուզում են ուրեմն ենթարկված լինեն Ադրբեջանի պահանջներին։
Եվ դա կնշանակի, երբ որ խոսքը գնում է ինչ-որ քայլերի վերաբերյալ, տեսեք ինչ խայտառակություն էր։ 2 թե 3 օր հետո նոր ուրեմն ցավակցություն հայտնեց Հայաստանը ցավակցություն հայտնեց Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդի մահվան կապակցությամբ։ Այսինքն սպասում էին ինչին, որ հանգարց Միացյալ Նահանգները չասեն «Էտում կողքն եք կանգնում» կամ «Էտում եք պաշտպանում», բա ձեր բարեկամ երկիրն է, այս տարիների ընթացքում դա հաստատել է իր գործողություններով։ Թող բոլորը հիշեն, որ հայ համայնքը Իրանի Իսլամական Հանրապետությունում լավագույն արտոնություններ ունի եւ բոլոր պետականության էլեմենտները նաեւ իրականացնում հայ եկեղեցին, հայ առաքելական եկեղեցին։ Իրանը միշտ շատ հարգալից եւ շատ լոյալ ուրեմն հարաբերություններ է ձևավորել հայ համայնքի հետ։ Մենք միշտ այնտեղ ունեցել ենք նաեւ պարլամենտի անդամներ։ Այսինքն մենք պետք է գնահատենք իրական բարեկամությունը, ոչ թե խոսքը։ Մենք իսկապես պետք է գնահատենք ոչ թե թրիփի այդ ճանապարհը, որը վաղը դառնալու է ադրբեջանցիների վերադարձ, այսպես կոչված վերադարձ շակերտներում դեպի Հայաստան, եւ հասկանանք, որ Իրանի հետ հարաբերությունները մեզ համար շատ կարևոր են եղել, հատկապես զսպելու Ադրբեջանի ախորժակները։ Այսինքն մենք այս պարագայում փոխարեն ունենայինք հստակ դիրքորոշում, միասնություն, ազգային միասնություն, չեմ հոգնելու անընդհատ սա ասելու։ Եվ այդ պարագայում նոր կարելի էր ուրեմն մտածել, թե ինչպես ենք մենք մեր շահերը պաշտպանում։ Այնպես որ այս իրավիճակում, ինչը վերաբերում է Իրանի այսօրվա ինչ որ կատարվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում, սա մեծագույն վտանգ է առաջին հերթին իհարկե իրենց նկատմամբ, եւ ես ուզում եմ իմ խոր ցավակցությունը հայտնեմ Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդին, որ այսպիսի կորուստներ ունեցավ այս օրերին, հատկապես երեխաներին, որը դուք հասկանում եք, այս ամբողջ ցինիզմը, ելի եմ կրկնում, 170 երեխա է զոհվել, տեսակ երեկվա ուրեմն այդ հողարկավորության տեսարանները, դաժան տեսարաններ։ Ուրեմն եւ աշխարհը լուր է։ Մեկը բերանը չբացեց այդ մերցերից կամ չգիտեմ ստարմերներից կամ նույն Մակրոնը մի հատ իրականում ասելու դատապարտելու լավ ինչ է կարել։ Այն մեկ ասում է իմ հրթիռները չեն, այն մյուսը ասում է ես չգիտեմ այդ ոնց է եղել։ Այո։ Այնպես որ փակեք ձեր ինչպես։ Այո։ Եվ ես նորից ուզում եմ ասեմ այդ մոլագար խելագարները, որոնք որ արևմուտքը դարձել են իրենց համար, չգիտեմ, մենակ թե արևմուտք լինի, մենք փրկվենք, մենք ես կլինենք, չի լինելու դա, հասկացեք։ Ես հասկանում եմ, որ դուք գրանտներով սնվում եք, բայց մի քիչ էլ եղեք հայրենասեր, մի քիչ էլ եղեք հայրենիքի հողի վրա կանգնած, այդ մոլագարությունից հրաժարվեք, վերջեվերջով հասկացեք, թե ինչ է կատարվելու մեզ հետ, Թուրքը երբևիցե չի համաձայնվելու մեր գոյության փաստի հետ, որովհետև խանգարում ենք իրան մեծ թուրանը կազմակերպելու, եւ Եվրոպան երբևիցե այստեղ չի գալու ձեր սիրուն աչքերի համար, Եվրոպան ունի այստեղ իր ներկայացությունը, Թուրքիա, Ադրբեջան եւ մնացած թուրքալեզու պետությունները, ես մի անգամ արդեն այստեղ ներկայացրել եմ թվերով, փաստերով, թե ոնց է արդեն ձևավորվում այդ ապագա մեծ թուրանը, եւ ոնց է որ այս ամենին ուրեմն միջամտել է նաեւ Պակիստանը, որը ունի միջուկային զենք, այս սովորական հարցեր չեն, սրանց խելքի բանը չի, որովհետև մենակ պիրաշկի ուտելով են զբաղված, եւ իրանք մտածում են ոնց անեն, որ նորից գան այդ շարունակեն իրենց այդ այսպես կոչված կյանքը, որը իրենց ապահովեց այս իշխանության տարիներին իրենց համար, չգիտեմ ինչ կյանքով են ապրում։ Պարոն Սարգսյան, կատեսակ հետ, որ ստեյության իրենք լավ տիրապետում են այդևս հարցումներին, գիտեն, որ վարկանիշը խայտարակ վիճակում, Իհարկե։ եւ հիստերիայի մեջ ընկած ես ամեն ինչը մարզ ընկնել ես, ձեզնից մեկն եք էլի, իբր
երեք թոշակառուների մասին են խոսում, սոված թոշակառու պետքա չլինի դեսնեն, Հա։ իրանք են մատնե սոված, հա, առաջկուտերը երևի ետ էլ ասում, խնդրեմ ես մասով, կիսում եք այդ տեսակետը և իրենց մատները։ Գիտեք ինչն էր նաև ինձ հետարքիր, կինը բաժանվել է իրենից, ասեց ես հեռանում եմ, թողնենք պատճառները, թողնենք թե իրականում է այդպես, թե իրականում չի, ես չգիտեմ, ես չեմ ուզում այսպես ասած ենթադրողի դերում լինեմ, բայց այս տղեն հենց 30 տարի իրար հետ ապրել են, ինքն էլ ասում է իմ հենարանն ա եղել, չգիտեմ, իմ կողքին ա եղել ամեն ինչում, հեչ պետք չի, հենց ուրախ, բան ա գալիս, բան, ոչ որ թե ոչ մի բան իր ընտանիքում չի եղել, հա, այդպես է, թե միգուցե սա էլ էր մի հատ բեմադրություն։ Եվ հետո ինչ վերաբերում է թե այս օրերին ուրեմն միանգամից այսպես ուշադրությունը սևեռել ուրեմն մեր թոշակառուների վրա։ Շատ պարզ է, չէ, որ թոշակառուները իհարկե դժգոհ էին եւ իսկապես այդ բոլոր հարցումների արդյունքները ցույց է տալիս, մենք էլ ենք արել այդ հարցումները։ Իջնում է, եթե չլինի իրանց այդ շրջապատը ադմինիստրատիվ ռեսուրսը, համարյա 0-ի է հասնում իրենց վարկանիշը։ Այդ որ այսպես չգիտեմ, ուրախ խոսում է Ալեն Սիմոնյանը, թե հեսա կտեսնենք ոնց կլինի եւ այլն, եւ որ տենց լիներ էլ ուր էի կգնել այս ժողովրդին նորից ուզում կաշառք տակ, որ սա կաշառք է, որովհետեւ կրկնում եմ, եթե բյուջեում նախատեսված չէր, հա, դուք որտեղից այդ գումարը վերցեցիք։ Եվ ով որոշեց, որ ես չգիտեմ, խորհրդարանի որոշում էլ չկար այդպիսի։ Այսինքն ձեզ պիտի թույլտվություն տային, թե այս վարկը, միգուցե դուք վարկի համար գնացիք թույլտվություն ստացաք, բայց այդ 100 միլիոնը, որ ավելացրեցիք, հիմա էլ 165 միլիոն էլ ավելացնում եք վելո, ոնց է կոչվում, վելո ջուրը, եսի ինչ է, նրանց ռեֆորմները ապահովելու համար։ Ով է վճարելու։ Այս բոլորը գումարներ են, որոնք գնալու են եւ ոչ մի ուրեմն շահույթ չեն բերելու։ Եթե շահույթ բերեին, այդ դեպքում կարելի էր ասել, այո, շահույթ ա բերում, կվերադարձնի եւ պարտքը եւ մի բան էլ իրեն կմնա։ Բայց որ շահույթ չի բերում, դա մնում է մեր վզին, մեր սերունդներին ա մնում, որ նրանք պետք է վճարեն այս ամենը։ Ասել եմ մի անգամ, ես չեմ մենակ ասում, բոլոր մասնագետները դա փաստում են։ Այս տարի ամենածանր տարին է լինելու տոկոսները ապահովելու համար, վարկերի տոկոսները ապահովելու համար։ Ում հաշվին։ Այդ որ տնտեսական աճն է ապահովում, երբ որ դա տնտեսական աճը այսօրվա առևտրի եւ ծառայությունների հաշվին է։ Գյուղատնտեսությունը անկում է ապրում, արդյունաբերությունը հատուկենտ մենակ շինարարությունն է, այդ շինարարությունն էլ այսօրվա դրությամբ Երևանը արդեն կործանման եզրին է բերել, որովհետև քաղաքը չի կարող այդպես անընդհատ մեծանալ։ Եվ պարզ չի թե ում համար են այդքան ուրեմն բնակարանները կառուցում, երբ որ մենք ունենք 120,000 մեր հայրենակիցներ Արցախից եկած, որոնք չեն կարողանում իրենց ապահովեն բնակարաններով։ Այսինքն, այս ամբողջը հասկանալի չի, չէ, որ որտեղից է գալիս այդ հոսքը, որոնք որ պետք է ապայման ապրեն Երևանում։ Եվ դրա պատճառով հիմա մենք ունենալու ենք եւ էլեկտրոէներգիայի, եւ ջրի, եւ կոյուղների պակասություն ենք ունենալու, որովհետեւ քաղաքը այդպես հաշվարկված չէր։ Եվ Ավինյան Տիգրանը, որի պրտեպտի քաղաքի այսպես ասած կառավարիչը լինի, տեսնում ենք, հա, ինչ է անում։ Այս 8 տարվա մեջ, ես ուզում եմ հարց տամ, 8 տարվա մեջ այսքան թույլտվություն շինարարության համար որ իրավունքով եք տվել։ Որ իրավունքով եք կվարտալներ ստեղծում Երևանում եւ դրանով ամայացնում ամբողջ հանրապետությունը։ Չէ որ պետք էր առաջին հերթին մտածել թե ինչպես անել, որպեսզի մեր մարզերը զարգանան։ Երևանը պետք է մնար ամենաշատը լավագույն դեպքում 800,000 կամ 700,000 ավելի շուտ։ Մայրաքաղաք է, փոքր պետության մայրաքաղաք է։ Իսկ հիմա ստացվել է, ասում եմ, այն մի գլուխ առելի եւ մարմին, փոքր, այսպես նվազ, ամեն օր նվազում է։ Եթե դուք իսկապես մտածում եք պետության անվտանգության մասին, այդ պարագայում ուր եք ամայացնում ամբողջ սահմանները։ Ուր եք 230 դպրոց փակում։
Այս ամենի համար պատասխան եք տալու։ Թե դες թվում է դուք այսպես անverջ նստելու եք խորհրդարանում, այսպես, չգիտեմ, հաճանալու եք ձեր ընտրողի առաջ։ Չի լինելու այդպիսի բան, չի լինելու, որովհետև կյանքը շատ ավելի այսպես դինամիկ է զարգանում։ Եվ դուք չեք կարող կանխատեսել, թե վաղը ինչ է լինելու։ Այստեղ է, որ հիմա առաջ է եկել, չսպասելով Մարիամի հարցին, անցնեմ նաև ներքին խնդիրներին։ Այստեղ է, որ մենք պարտավոր ենք ընդդիմության ուրեմն բոլոր թևերը, որոնք իսկապես ընդդիմություն են, միասնական որոշակի գործողությունների անցնեն։ Ես այսօր պաշտոնապես Հայաստանի դեմոկրատական կուսակցության անունից դիմում եմ բոլոր քաղաքական այն ուժերին, որոնք ընդդիմություն են, ընդդիմադիր են այսօրվա իշխանություններին։ Առաջարկս հետևյալն է. 3 կետանոց հուշագիր ենք ստորագրում բոլոր նրանք, ովքեր մասնակցելու են ընտրություններին, որ եթե անցնում են խորհրդարան, ապա որևէ կերպ չեն միանում ԿՊ-ի կազմակերպության այդ կուսակցության այսպես կոչված ֆրակցիային, եթե նա այնտեղ լինի իմիջիալոց։ Այդ առաջի կետը, որ չեն միավորվելու նրանց հետ, որպեսզի մենք պարզ հասկանանք, որ նրանք պարտավորություն վերցրեցին մնալ ընդդիմություն այս իշխանություններին մինչև վերջ։ Երկրորդ կետով բոլորը պարտավորվում են միասնաբար հետևել ընտրությունների ընթացքին։ Միասնաբար, այսինքն ոչ թե միայն հետևել, այլ նաև մասնակցել այդ վերահսկողական աշխատանքներին, որ բոլորը ունենան վստահված անձերի համապատասխան քանակ, բոլորը կարողանան այնտեղ ուրեմն մինչև վերջ ստանալ 100% արձանագրությունները ընտրությունների օրվա վերջում։ Եվ երրորդ կետը, որ եթե լինի հետընտրական գործողություններ, ինչ չեմ կարող ասեմ, ժողովուրդը ընդվզի կամ նրանք հակառակը ընդվզեն, էլի նորից այս մարդիկ, ովքեր որ այս քաղաքական ուժերը, որոնք միավորված են լինելու այս հարցի շուրջ, միասնաբար են իրականացնելու իրենց քայլերը։ Ընդամենը այսքանը։ Եվ այդ պարագայում էլ ուրիշ միասնություն էլ պետք չի։ Հա, գնացեք, ովքեր համոզված են, որ իրենք կարող են միայնակ հաղթեն կամ միավորված այս դաշինքներով, շատ բարի, հիանալի բան է։ Բայց այս հարցերով ժողովուրդը կտեսնի նաև այս միասնության գաղափարը, իրականացվող գաղափարը։ Եվ այդ պարագայում մենք առաջիկայում ամսի 7-ին անց ենք հասնելու մեր հերթական քննարկումը առաջարկ Հայաստանի համար, որի նախաձեռնողը Գայիկ Ծառուկյանն է, եւ այդ ծրագրի շուրջ ենք մենք համագործակցում, եւ այդ ծրագրի ձևավորման արդյունքում պարզ կլինի ընդհանրապես ամբողջ մնացած բոլոր խնդիրների կարգավորումը։ Եթե մենք ունենք նաև միասնական ծրագիր ապագայի վերաբերյալ, նրա կառավարման հարցը մենակ մանդատները չեն, եկեք դրա մասին չի խոսքը։ Եթե քաղաքական ուժը ուզում է գալ իշխանության, ապա ինքը պետք է պատկերացնի, թե ինչպիսի կառավարման համակարգ է ինքը պատկերացնում, եւ այդ կառավարման համակարգում ինչպես է ձևավորելու բոլոր խնդիրները եւ իհարկե կատարողները։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Դրա համար այս առաջարկությունը մենք նաև կքննարկենք առաջիկա օրերին մեր հերթական հանդիպման ժամանակ, որին հրավիրել ենք մասնակցելու քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, որպես նաև փորձագետներ եւ փորձագետների ենք հրավիրել եւ այդ պարագայում մենք ուզում ենք հասկանալ ոնց ենք պատկերացնում այս առաջիկա, եթե նրանք կայանան այդ ընտրությունները, այդ առաջիկա ընտրություններին այ քաղաքական ուժերի մասնակցություն։ Պարոն Սարգսյան, ես կուզեմ նաև այս հարցին անդրադառնանք։ Փետրվարի վերջ Սումգայիթի Բաքվի ջարդերի օրերն էին եւ այսօր մենք տեսնում ենք ինչպես են ադրբեջանցիների գալով վախեցնում հայ ժողովրդին, բայց դուք ձեր ուժը բազմիցս մշտապես, այսպես ասենք, հետևողականորեն անդրադառնում է, որ մեր մասնավոր եղած հայրենագիցները նույն ջարդերի ժամանակ իրենց սերունդները պետք է վերադառնան Բաքու, Սումգայիթ, Կիրովաբադ, խոսքը 800,000 եւ ավել մեր հայրենագիցների մասին է։
Մեր Ժասմին Ղևոնդյանը հաստատում էր ձեր սրահում 1.200.000 հայերի մասին է խոսքը։ Հիմա կխնդրեմ եւս մեկ անգամ այս թեման, սա պետք է օրակարգ լինի, սա պետք է հանրային պահանջների խնդրեմ ես ասում ձեր կարծիքով։ Առաջին հերթին ուզում եմ շեշտեմ, որ մենք բոլոր ամեն տարի այս օրերին միշտ եղել ենք Ծիծեռնակաբերդում եւ հուշով այդպիսի միջոցառումներ անցկացրել, ցավում եմ, բայց իրականում այդ տարիների ընթացքում պետության ներկայացուցիչներ առ այսօր պետության ներկայացուցիչներ այնտեղ չեն եղել։ Ես չգիտեմ ինչով դա բացատրեմ, անկեղծ եմ ասում, բայց ամբողջ այս 35 տարվա ընթացքում իշխանությունները չեն մասնակցել այդպիսի արարողակարգին։ Հիմա ինչ է անում Ալիևը տեսնում եք, շահիդների, այսպես ասած, ծառուղի, չգիտեմ այն ինչ եւ այլն, ուր է տանում բոլորին իմիջիալոց, ովքեր գալիս են Ադրբեջան։ Մենք ունենալով այդպիսի փաստեր իրավական տեսանկյունից անթերի եւ հաստատված, մենք որևէ լուրջ ձևով չպայքարեցինք մեր հայրենակիցների, շահերի համար, նրանց իրավունքների իրականացման համար։ Այս անգամ նույնպես մենք հանդես եկանք Ծիծեռնակաբերդում մեր նախաձեռնությամբ դա ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմկոմիտեն էր, որը ստեղծվել է 96 թվականին իմ գլխավորությամբ եւ մենք ամեն քայլ արել ենք, որպեսզի նաեւ իշխանությունը այս ամենին մասնակից լինի, այն ժամանակվա մասին է խոսքը, եւ ստացվել է հետեւյալը, որ իրավական այդ թղթապանակը, որը կար Արցախի վերաբերյալ Արցախի Հանրապետության, մենք այդ պահին տենց էլ չկարողացանք ուրեմն օգտագործել այնպես ինչպես դա անհրաժեշտ էր։ Ուստի ես հիմա ձեզ ուզում եմ ասեմ հետեւյալը։ Այդ բոլոր խոսակցությունները 300,000 ադրբեջանցու վերաբերյալ դա պատրվակ է եւ եթե Հայաստանի Հանրապետության իշխանությունը մենք հանրություն ենք, մեր խոսքը դա ընդամենը խոսք է, իշխանությունը պարտավոր է հերքել եւ հաստատել, որ այդպիսի իրավիճակ Հայաստանում երբևիցե չի եղել եւ չի էլ կարող լինել, որ 300,000 ադրբեջանցի այսպես կոչված վերադառնա։ Այդ վերադարձ բառը վերաբերվում է հայերին, որոնք պետք է վերադառնան Արցախ եւ Ադրբեջան, այսպես կոչված նրա տարածքները, որովհետեւ ադրբեջանցին միշտ եղել է եկվոր այստեղ, նա չի եղել այստեղ այս հողի տերը, նա երբևիցե չի տերապետել այդ հողը, եւ երբ որ նա լկտիաբար ասում է, որ դա պատմական ադրբեջանական հողերն են, դուք հասկանում եք, ու հայկական իշխանությունը այսպես կոչված, այդ իրանց լեզվով ասած դուխ չունի, որ ասի թե ոնց դա բա մեր Արցախը, բա մեր ուրեմն Բաքվի, Գանձակի, այդ բոլորը իսկական եղել են հայկական հողեր։ Ես էլ չեմ խոսում Գարթմանի մասին եւ այլն, այնտեղ դրանք են քոչվոր եղել, եկել են այդ հողերը վերցրել։ Ուրեմն կնշանակի պետք է նաեւ հստակ այդպիսի մեդիա, այսպես պայքար մղել, ինֆորմացիոն պայքարել է գնում, պատերազմ է գնում։ Եվ այստեղ է տանուլ տալիս Հայաստանը։ Եվ այս պարագայում է, որ մենք ասում ենք, վերադարձը, հայերի վերադարձը Արցախ օրինական է, եւ Հայաստանի իշխանությունը, վաղվա իշխանությունը դա կանի միայն, որ նա պետք է անպայման ապահովի այդ իրավունքի իրականացումը։ Եվ վերջապես հերիք է այս խելագար մոլագարներին, որոնք ասում են, որ հենց որ գան, այս ինչ ուժերը դա պատերազմ է սկսվելու, ոչ, որովհետև պատերազմը կսկսեն հենց սրանք, որոնք անընդհատ են նապաստակի նման վախից փախնում են ամեն րոպե, Ալիևներից եւ Էրդողաններից։ Այստեղ պետք է արժանապատիվ ազգ, հզոր իր պոտենցիալով, միավորված, որը կարողանալու է ողերի մեծ բարեկամին ասի ռադդ քաշի, որովհետև ես քո բռութդ կջարդեմ։ Հենց այս պետք է խոսվի։ Եվ այդ պարագայում չի լինելու պատերազմ։ Եթե դուք բարեկամ երկրների հետ կարողանաք միավորված գործողություններ անեք։ Իսկ եթե դուք անընդհատ պետք է ասեք, ես մեկ ստեղ եմ, մեկ ընդեղ եմ, չգիտեմ,
ոնց եք փախչում ստեղից այնտեղ, ուրեմն իհարկե դուք կմնաք որևէ մեկին անտեր վիճակում կմնաք ու այդպես էլ կլինի։ Այնպես որ այստեղ Արցախի հարցը մնում է որպես օրինական խնդիր եւ հայերի վերադարձը Արցախ եւ ընդհանրապես եթե պիտի խոսք գնա ընդհանրապես որևէ մի ադրբեջանցու գալ Հայաստան, ապա այո 1,2 միլիոն հայ պետք է վերադառնա Ադրբեջան։